Երկրում ոստիկանապետական ռեժիմի հաստատումից հետո իշխանական խունտայի ինքնազսպման մեխանիզմները թուլացել են։ Վարչապետը հանդես է եկել պատարակները պետական օրներգով սկսելու առաջարկությամբ, որը պաշտպանության է արժանացել կառավարության մի շարք անդամների կողմից։ Դուք կարող եք նաև հայելային տարբերակով կառավարության նիստերը սկսել հայրմերով։ Պատարակներում կաթողիկոսի անունը զեղչելով ավելացնեք վարչապետի աշխարհիկ անունը։ Կամ խորանի վրա Սուրբ Մարիամ Աստվածածնի պատկերի կողքին ավելացնել իշխանական խունտայից հայտնի դեմքերից որևէ մեկի նկարը։ Կարող եք փոխել մեր հոգևորականների վեղարի դիզայնը, նրանց փաթեթավորելով եռագույնով։ Կարող եք ինքնաշեն հավելվածներ պատրաստել, կեղծ տերտերներ պատվիրել, եկեղեցիները փակել կորպորատիվ միջոցառումներ կազմակերպել։ Բայց այդ բոլոր օյնբազությունների արդյունքում երկրում արկախված են մնում ամենակարևորագույն հարցերը, որոնք վերաբերվում են մեր պետության սահմանազատման գործընթացին, խաղաղություն թե պատերազմ օրակարգին եւ իհարկե ոչ պակաս կարևոր մեր ժողովրդի սոցիալական իրավիճակին, որը գնալով ավելի ծայրահեղանում է։ Երբ խոսքը գնում է մարդկանց կենսաթոշակների բարձրացման մասին, երբ խոսքը գնում է առողջապահության ոլորտում պարտադիր ապահովագրության գործուն եւ արդյունավետ մեխանիզմների ներդրման մասին, մենք լսում ենք առավել անհեթեթ եւ անհիմն մեկնաբանություններ, սկսած այն բանից, որ պետբյուջեում փող չկա կենսաթոշակները բարձրացնելու համար, եւ արտվարտված նրանով, որ եթե նույնիսկ մենք կենսաթոշակները բարձրացնենք, ապա դուք չեք կարողանալու տնօրինել այդ ֆինանսները։ Մենք պետք է ձեզ աջակցենք, մենք պետք է ձեզ օգնենք, թե ինչպես դուք տնօրինեք ձեր կենսաթոշակը։ Փաստացի իշխանական խունտան մտել է նախընտրական պայքարի վերջի փուլ, մնացել է 6 ամիս, իսկ նախընտրական բոլոր խոստումների կապիտալը նրանք հասցրել են անցած 7.5 տարում սպառել եւ հայ ժողովրդին նրանք իրականում ասելու ոչինչ չունեն։